Հայաստանի ուղիղ կախվածությունը Ռուսաստանից։ Հա, մեծանում է ու դեռ մի բան էլ Նահիր Գրիգորյանը հույս է հայտնել, որ դա շարունակական կլինի, Էրդողանն իր հերթին փորձում է Ադրբեջանի վրա որոշակի ճնշումներ գործադրել, ցույց տալով, որ ես նաև ալտերնատիվ Հայաստանի հետ եմ հարաբերություններ կարգավորում։ Հերյական մի հատ հսկա համայնք, որը որ տիրապետում է ամենաշատ կապիտալին, որոնք որ բնակվում են Նյու Յորքում, այդ խասիդներ կոչվածը, դրանք դեմ են առհասարակ Իսրայել պետությանը։ Ոչ մեկին չեն անդրադարձել, իսկ Սամվել Կարապետյանն ասում է մի օրվա մեջ դարձրեցին երկրի թիվ 1 ընդդիմադիր գործիչ։ Խեղկատակի նման մեկը մյուս հետևից ստատուսներ էր գրում երկրի թիվ 1 պատասխանատու մեղավորը։ Այն ինչ որ վերաբերում է իրեն եւ իր կնոջը կամ իր կենակցին, զայնպիսին կապյալ ի դուրն արքունի դարձեն եւ դառն մահ ի վերադիցեն։ Ողջույն, մարտական եղբայրություն միաբանությունում ենք, ես մեդիա խմբի անդամ Կարմեն Մարտիրոսյանն եմ եւ քաղաքական խմբի անդամ Մասիս Շիրոյանի հետ քննարկելու ենք անցնող շաբաթը։ Ողջույն Մասիչը։ Բարև ձեզ։ Քննարկելու ենք այնքանով, որքանով այս պահի դրությամբ տեղեկություններ ունենք, ուրբաթ կեսօրին ենք նկարահանում եւ գիտենք, որ Փաշինյանը Թուրքիայում է, թե ինչ է կատարվում այնտեղ, կարող ենք միայն ենթադրել։ Սիրտը հոգուց չի բաժանվում Թուրքիան Ադրբեջանից, այսպես է դիմավորել Էրդողանը Ալիևին։ Դիմավորել է նաև Փաշինյանին, լրագրողների հետ զրույցներում նշել են, որ տարբեր հարցերի կարող են անդրադառնալ, ենթադրություններ են արել ԿՊԱ-ական պատգամավորները, սակայն օրակարգը մեզ անհայտ է։ Առհասարակ տարածաշրջանը խառն է։ Մենք սրա մասին բազմաթիվ անգամներ խոսել ենք, ու երբ որ մեր հասարակության մեջ գտնվող որոշակի փորձագետներ փորձում են ընդհանուր կապեր գտնել, հասկանալով ում հետ է լավ, ում հետ է վատ, ու դրանից եզրակացություններ անել, այս պահի դրությամբ միանշանակ չէ, բայց այն որ Հայաստանը Ռուսաստանի թույլատվությամբ գնում է բանակցություններ վարելու Թուրքիայի հետ, դա արդեն ակնհայտ է, որովհետև արդեն ավելի պարզ է դառնում այդ ռուս-թուրքական համատեղ օպերացիաները, որ թույլտվություններով է ամեն ինչ արվում։ Հիմա զուգահեռաբար այլ հանդիպում է տեղի ունենում, որի մասին ավելի քիչ եմ խոսում, ավելի քիչ եմ բարձրաձայնում։ Փաշինյանը գնացել է Թուրքիա հանդիպելու Էրդողանի հետ, այս պահի դրությամբ մենք հաղորդում օրինակավորում ենք հանդիպել է Թուրքիայի հայերի հետ, բայց դրան զուգահեռ Հայաստանի փոխվարչապետը գտնվում է Սանկտ Պետերբուրգում, որտեղ տնտեսական ֆորում է, այդ ֆորումին է մասնակցում, հանդիպել է Ռուսաստանի փոխվարչապետի հետ, Օվերչուկի հետ ու քննարկումներ են տեղի ունենում, որտեղ որ կարևոր կերպով նշվում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցությունը, դրանց ծավալների մեծացումը, արտահանումների մեծացումը, այսինքն Հայաստանի ուղիղ կախվածությունը Ռուսաստանից։ Մեծանում է։ Հա, մեծանում է ու դեռ մի բան էլ Նահիր Գրիգորյանը հույս է հայտնել, որ դա շարունակական կլինի, դա ավելի կխորացնենք այդ հարաբերությունները, պետք է որ հնարավորություններ ստեղծվեն լոգիստիկայի հետ կապված, չգիտեմ, Լարսի հետ կապված հնարավորությունները մեծացվի, ճանապարհները լայնացվի, չգիտեմ, միգուցե այդ նման քննարկումներ են տեղի ունենում, ու էներգետիկ համակարգն մեծ հաշվով ուղիղ կերպով կախված է Ռուսաստանից, այսինքն երկուստեք, այսինքն Հայաստան երկու իշխող մարդիկ, մեկը Ռուսաստանում է գտնվում, մեկը Թուրքիայում, ու փորձում են այս ուղեցրում իրենց գործողությունները կարգավորել, այսինքն դուրս չեն գալի այս ամեն ինչից։ Այստեղ այլ հարցեր նաև գոյություն ունեն, մենք անընդհատ խոսում ենք, որ գոյություն ունեն դաշինքներ, ալյանսներ մեծ քաղաքականության մեջ կապված է Իրանա-իսրայելական հակամարտության հետ կապված, այստեղ էլ միանշանակ չի գործում, այսինքն այն տրամաբանությունները, որոնք որ մեզ փորձում են հրամցնել, ուղիղ չի, միանշանակ չի, որովհետև բազմաթիվ խորթուբորդ հատվածներ կան։ Ադրբեջանը ուղիղ մատակարարն է ներկայացիների Իսրայելին։ Թուրքիա, Իսրայել որոշակի լարվածություն կա, չի կարելի դրան թշնամանք անվանել, բայց 5 պակաս է թշնամանքից։ Բայց կա Թուրքիա-Ադրբեջան բարեկամական կապ, որը որ Էրդողանը միգուցե հենց դրա համար է ուղիղ կերպով շեշտել երկու պետություն, մեկ ազգ, մեկ ծագում, այդ սիրտը հոգուց չի բաժանվի Թուրքիան Ադրբեջանից։ Այսինքն սա զգուշացումներ են նաև որոշակի կերպով Ադրբեջանին, ու մենք կարող ենք նաև հասկանալ, որ Էրդողանն իր հերթին փորձում է Ադրբեջանի վրա որոշակի ճնշումներ գործադրել,
ցույց տալով, որ ես նաև ալտերնատիվ Հայաստանի հետ եմ հարաբերություններ կարգավորում, այսինքն գտնել, որ միանշանակ Թուրքիան Ադրբեջանի անվերապահ հավատումը աջակցում է, դա այդպես չէ, որովհետև այստեղ բալանսավորումներ կան։ Այլ բան է, որ այստեղ մանրադրամ օգտագործում է Հայաստանը։ Այսինքն սա մանրադրամի կարգավիճակ ենք ձեռք բերել, մենք գնում ենք մեր միջոցով Էրդողանը Ալիևը իր հարցերն է կարգավորում, հասկացնում է թե իրենք որտեղ պետք է գտնվեն։ Այլ տեսանկյուն, երբ որ նայում ենք, Իրանը այս պահին գործընկերային դաշնակցային ավելի ճոխ կհնչի, բայց գործընկերային հարաբերությունների մեջ է Չինաստանի ու Ռուսաստանի հետ։ Հնդկաստանը գործընկերային հարաբերությունների մեջ է Իսրայելի հետ։ Բայց Հնդկաստանը խնդիրներ ունի Պակիստանի հետ, ու նույն կերպ Ադրբեջանի հետ, աջակցում է Հայաստանին, այսինքն հիմա այնպիսի կարգավիճակ է ձևավորվել մեծ աշխարհում, որ հնարավոր չի կազմակերպել, որ 2-3 պետություններ միասին դաշնակիցն այս բլոկի դաշինքն ընդդեմ այս մյուս բլոկի, որովհետև մի կետում իրենք ընդհանուր շահեր ունեն, մյուս կետում առհասարակ թշնամական կարգավիճակ են ձեռք բերում մեկը մյուսի նկատմամբ։ Հենց այս կոնտեքստում է, որ Էրդողանը փորձելու է ամեն կերպ հայկական գործոնը խաղարկել, որպեսզի Ադրբեջանին պահի իր ազդեցության տակ, այսինքն որպեսզի Ադրբեջանը ուղղություն չվերցնի դեպի Իսրայել ու այլ դաշինքներ։ Այսինքն Ադրբեջանը նույնպես պետք է մնա ռուս-թուրքական ուղեծրում։ Դրա համար ընդհանուր սահմաններ են գծվում թե մեր համար, թե Ադրբեջանի համար, տվյալ պարագայում Հայաստանն օգտագործել ասում եմ որպես մանրադրամ, որովհետև տարածաշրջանում մեծ պետությունները առաջնահերթություն տալիս են Ադրբեջանին ու փորձում են Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորել ի հաշիվ այլ պետությունների, այս պարագայում կոնկրետ Հայաստանի Հանրապետության։ Դժվար է ասել իրականում ինչ է կատարվում, բայց գիտենք, որ իրենք էլ ունեն մտավախություններ, դրա համար կառավարական առանձնատան մոտ հիմա բավականին մեծ աթիվ ոստիկանական ուժեր կան կուտակված եւ ամենայն հավանականությամբ ծավալուն դժգոհություններից են վախենում, որ այդ ուժերը ինչ հանդիպում է այնտեղ շարունակվում է, կուտակվում են։ Առհասարակ ես նաեւ հավելեմ, որ իրականում մեր սպասելիքները թե լավ թե վատ առումով պետք է շատ չլինեն այս Փաշինյանի այցից, որովհետև ինչպես նշեցի, սա մեր համար չէ այս հանդիպումները, սա այլ կոնտեքստում է տեղի ունենում, որտեղ մենք ուղղակի գործիք ենք մյուսների ցույց տալու համար որոշակի քայլեր։ Դրա համար նաև այդ արարողակարգը, որ Փաշինյանին ոչ մեկ չի դիմավորը, այսինքն դիմավորել արտաքին գործերի նախարարի տեղակալը, սա վերաբերմունքն է, որ դուք մեր համար այս պահին կարևոր չեք, առհասարակ ձեր շատ խոսալու բան էլ չկա, մյուս հանգամանքները արդեն ապագան ցույց կտա։ Չկար կարմիր գորգ, ես դա ֆիքսեցի առհասարակ, չկար գորգ, ուղղակի շարված էին զինվորները, որոնց առաջ ասկերները, հա, այսպես ասենք, որոնց առաջ Փաշինյանը կանգնեց։ Ամենայն դեպս տարածաշրջանը շարունակում է եռալ, Իրան-Իսրայել մարտական գործողությունները շարունակվում են, ավերածություններ, արտագաղթ, ողբերգություններ եւ վերջը չի երևում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի ղեկավարության փոփոխությունը կամ անկումը Իսրայելի հարձակումների նպատակներից չէ, սակայն կարող է լինել դրանց հետևանք։ Իրանի արտգործնախարար Արաղչին էլ հայտարարել է, որ քանի դեռ Իրանի դեմ ագրեսիան չի դադարել, բանակցությունների մասին խոսելն է անիմաստ։ Նախագահ Թրամփն էլ պահում է ինտրիգը։ Նա հայտարարել է, որ 2 շաբաթվա ընթացքում կկայացնի իր որոշումը։ Իսկ 2 շաբաթվա ընթացքում կարող է ավերների չափը անցնել բոլոր հնարավոր թույլատրելի սահմանները։ Թույլատրելի ասելով նկատի ունենանք, որ խոսքը հենց միջուկային խնդրի մասին է։ Խոսքը առհասարակ միջուկային խնդրի մասին է, բայց դա մենք տեսել ենք այդ մերձավոր արևելքում, որ նման պատրվակներով բազմաթիվ անգամներ խնդիրներ են լուծվել։ Օրինակ Իրաքում, երբ որ ցուցադրվեց ուղղակի լվացքի փոշի, հետո խոստովանեցին, որ դա բացարձակապես այն չէր, ինչ ներկայացվում էր, բայց երկիրը ավիճված էր։ Հիմա այստեղ էլ հարցերը առհասարակ մի քանի շերտանի են, օրինակ Թրամփը հայտարարեց, չէ, որ անվերապահ կապիտուլյացիա, չէ, նման հայտարարություն արեց, իր X-ի բլոգում գրեց ու դրանից հետո կարծես թե փորձում էր ինքը միջամտել, որ
ուղիղ կերպով միջամտել, որին դեմ դուրս եկան կոնգրեսը, դեմ դուրս եկավ ու երկու կուսակցություններ ասացին մենք թույլ չենք տա որ ԱՄՆ-ը ներքաշվի այս պատերազմի մեջ, վետո կդնենք, չգիտեմ ինչ կանենք, տենց քննարկումներ գնաց, բայց այստեղ էլի հարցերը հարց չեն։ Այսինքն, երբ որ մենք նայում ենք, անդադ օրինակ ենք վերում, չէ, Իսրայելը լավ կազմակերպված է, բան, Իսրայելը մի բան լավ ցույց տվեց, ինչը մեզ համար պետք է դաս լինի, որ փոքրաթիվ ուժերով, փոքր տարածքով հնարավոր է դիմադրություն ցույց տալ, ու ոչ միայն դիմադրություն ցույց տալ, այլ նախահարցակ լինել ու հավասարի պայքար մղել, այսինքն դա ոչ միայն լավ դաշնակիցն է, ոչ միայն շատ փողն է, այլ նաև ունեցած հնարավորությունները ու իրենց հետախուզությունը, այսինքն այն ինչը որ մենք նույնպես ունենք, հայ ազգը նույնպես ունի, չէ, համաշխարհային հայկական ցանց գոյություն ունի։ Այս ընթացքում էլ անդադ որ եկեղեցուն փորձում են գտնել, եկեղեցին էլ համաշխարհային հայկական ցանցի մի հատվածն է, որի միջոցով շատ կարևոր հատվածը, որը կարող է նաև կառավարող դեր, որի միջոցով հնարավոր է բազմաթիվ հարցեր լուծել ու այո, աշխարհի հզորների հետ խոսել հավասարի դիրքերից։ Սա մեր պոտենցիալն է, որը որ չի օգտագործում, այսինքն նյութը կա, նյութից ինչ գործիք պետք է ստանանք, դեռ չենք ստացել, բայց դա հնարավոր է քաղաքական կամ դրսևորելու պարագայում։ Մյուս դասը, որ ես կուզեի նշել, շատ կարևորում եմ, գիտնականներին թիրախավորելն է։ Իսրայելը ցույց տվեց, որ ինքը կարողանում է կետային խոցել այն բնակարանները, որտեղ ապրում են Իրանի գիտնականները, եւ խոցում է, եւ դա անվերականգնելի վնաս է, որովհետեւ այո, կարելի է առարկաները գնել քիչ, շատ գումար վճարելով բերել, բայց մեկ գիտնական ստանալու համար տասնամյակներ են պետք, եւ դա էլ չես կարող երաշխավորել, որ դու կունենաս այդ մարդիկ։ Եվ ինքն էլ իրականացնում է այդ ամենը բարձր տեխնոլոգիական հնարավորություններով։ Տեսանք փեյջերների օրինակը նախորդի, որը մեծ ծախս չէր պահանջում, հա։ Այո, տեսնում ենք կիբեր հանցագործությունների ցանցային աշխատանք, երբ որ ինքը ուղղակի զանգում է թաղամաս առ թաղամաս, ահաբեկում մարդկանց, դուրս հրավիրում, եւ այս ամեն ինչը համակարգված աշխատում է։ Ամբողջը միասին, սա հենց այդ սա Իսրայելի մասով եմ ասում, որ Իսրայելը մեզ համար է այս պահին լավ ցուցիչ է, լավ օրինակ է, որ հնարավոր է, երբ որ մեզ անդադ ասում են հնարավոր չէ Ադրբեջանի դեմ, Ադրբեջանը շատ հզոր է, մի հատ Իսրայելին տեսեք, մի հատ Իրանին տեսեք, ու մի հատ հարաբերակցություն, այսինքն մաքսիմում 10 միլիոնանոց պետություն է, կրվում է 80-90 միլիոնանոց պետության դեմ։ Բացարձակապես չարթարացնելով իրենց մոտիվները, խոսքը դրա մասին չի, խոսքը, այո, տեխնիկապես ինչպես են իրականացնում։ Ու հարստություններն էլ, այսինքն Իրանի հարստություններն էլ բազմաթիվ անգամներ մեծ են, այսինքն իր հնարավորությունները փակ տնտեսություն է վարում, ինչքան ուզում ենք ասենք, որ ամբողջ հերական աշխարհը Իսրայելի կողքն է, բայց ես այդպես չեմ նայում։ Կոնկրետ Իսրայել պետության ստեղծած հնարավորությունները ու Իրանի ստեղծած հնարավորությունները, դրանք նույնպես անհամեմատելի են, որովհետև Իրանը օրինակ գործում է սանկցիաների տակ, գործում է լիքը շրջափակման տակ, բայց ինքը կարողացել է ստեղծել փակ տնտեսություն, փակ համակարգ, որը որ ինքնաբավ է այս պահի դրությամբ ու կարողացել է որոշակի մակարդակի հասնել թե իր քիմիական արդյունաբերությունը, թե էներգետիկ համակարգը, որոշակի մակարդակի վրա այսօր աշխարհում երկրորդ պետությունը չկա, որ այդ ճնշումների ազդեցության տակ կարողացել է այդպես դիմանալ։ Մեր երբ որ ռեսուրսները համեմատում ենք, ես ավելի շատ գերադասում եմ համեմատել ռազմականին տրամադրվող, իսկ ռազմականին տրամադրվող ռեսուրսները Իսրայելի պարագայում կրկնակի մեծ են, կրկնակի ավելի շատ։ Բայց մենք սա չափում ենք այն պայմաններում, որ 13.5 միլիարդով օրինակ Իրանում ավելի շատ գործ հնարավոր է անել, քան 25 միլիարդով օրինակ Իսրայելում, որովհետև աշխատավարձների այդ տարբերությունն է, այսինքն Իրանում ամեն ինչ ավելի մատչելի է, ավելի հեշտ է, ոնց որ կյանքը ավելի էժան է, ի տարբերություն Իսրայելի։ Սրանք պետք է նույնպես հաշվի առնել, որովհետև նա փակ տնտեսություն է, հնարավոր չէ, այսինքն զուգահեռներ անցկացնել զուտ ուղղակի թվերն ունենալով։ Պետք է հասկանալ, թե օրինակ առհասարակ միջին զամբյուղը ինչքան է, մարդիկ ինչի վրա են ինչ ծախսում, դրա համար եմ ասում Իրանի հնարավորությունները այս պայն ու Իսրայելն երբ որ համեմատում ենք թե մարդաքանակով, թե մնացած ամեն ինչով, հարաբերակցությունը ավելի մեծ է, քան
մեր ու Ադրբեջանի, ու երբ որ անընդհատ մեզ համոզում են, որ մենք չենք կարող Ադրբեջանի դեմ վարել դիմադրություն ցույց տալ, սա խաբեություն է։ Ես հենց սրա համար եմ այս կոնտեքստում եմ ուզում այս ամեն ինչը ներկայացնել։ Թե Իրանում, թե Իսրայելում մեծ դժգոհություն կա բնակչության կողմից, այսինքն որ պետք չէ այս պատերազմը շարունակել, հրաների կողմից ավելի շատ կա, հենց բուն բնակչության կողմից, կարելի ասել մեծ տարբեր փորձագետների տվյալներով մինչև 80% դժգոհություն կա այդ մարտական գործողությունների, որ պետք է դադարեցնել, բայց Նեթանյահուն շարունակում է իր գործողությունները ու աջակցություն ունի ԱՄՆ-ից։ Այստեղ պետք է նաև հիշենք, թե ով ում հետ ԱՄՆ-ում ինչպիսի հերական հոսանքներ կան, ինչպիսի շարժեր կան ու ինչպես են օրինակ այդ մարտիկ վերաբերվում Իսրայել պետությանը։ Շատերը դրա մասին փորձում են չանդրադառնալ, ասում են հերաները կուր հասարակություն են, իրենք իրար հետ բռնած են, չգիտեմ, պետության կողմնակից են, բայց հերական մատ հսկա համայնք, որը որ տիրապետում է ամենաշատ կապիտալին, որոնք որ բնակվում են Նյու Յորքում, այդ խասիդներ կոչվածը, դրանք դեմ են առհասարակ Իսրայել պետությանը։ Ու հիմա իրավիճակը իրենք են ավելի շատ սրում։ Իմիջիալ կարծեմ Թրամփի պես անել խասիդներից է կարծեմ, հա, եթե չեմ սխալվում, ու հենց այս շրջանակն է, այսինքն իրենք ավելի լայն են վերցրել, ոչ թե Իսրայել պետությունն է իրենց համար սահմանը։ Իրենք ասում են մենք ամբողջ մոլորակի տերերն ենք ու մեզ պետք չի սահմանափակել մեկ Իսրայել պետության ներսում։ Իրենց նկարտումները ավելի լայն են, ավելի ծավալապաշտական են։ Դրա համար այս պահին Նեթանյահուն կարծես թե գնում է այդ ուղությամբ, որ խասիդներն են տանում, իսկ հրյա ժողովուրդը այս պահին, որ իրենց պետությունում մեծամասնությունը, իրենք ասում են պետք է դադարեցնել։ Չնայած որ կան տարաձայնություններ, կան կոնֆլիկտներ երկու պետությունների միջև։ Տեսնենք երկու շաբաթ անց Թրամփը ինչ կորոշի։ Իսկ այս ուղղակի ենթադրությունները սա իմ ենթադրություններն են, բայց իրականությունը պարզ կդառնա երկու շաբաթից կամ մի քիչ ավելի ուշ, որովհետև սա ավելի երկար շարունակվող խնդիր է, կոնֆլիկտ է, այնպես ինչպես օրինակ ռուս-ուկրաինականը։ Երբ որ բոլորը կանխատեսում են, որ սա 2-3 օրից մի ամսից կռիվը կավարտվի, բանից բարձր որ չէ, այդ կռիվը ավելի երկարաժամկետ է, հետևում եւ դեռ վերջի չի երևում։ Եվս մի ուշագրավ իրադարձություն ունեցանք այս շաբաթ, ձերբակալվեց հայտնի գործարար Սամվել Կարապետյանը։ Լրատվամիջոցներում մտահոգություն կա, թե նրան հնարավոր է հանձնել Ադրբեջանին, որովհետև վերջին օրերին ադրբեջանական մամուլում այդպիսի տեղեկություններ շրջանառվում էին, որ եթե ուզում եք այս ձեր խաղաղասիրական միտումները ինչ որ ձևով դրսևորվեն, մենք վաղուց ուզում էինք, որ Սամվել Կարապետյանը, որը զարտուղի ճանապարհներով դե գիտեք այդ խոսույթը էլի, Արցախը մերն էր, իսկ նա ապօրինի էր այնտեղ ներդրումներ անում եւ այլն, ըստ այդմ պետք է գա մեզ մոտ կա մտահոգություն, որ կարող են իրեն արտահանձնել։ Եվ կա եւս մեկ մտահոգություն, որ այժմ այնինչ կատարվում է մեր քաղաքական վերնախավում, կարող է շատ մեծ դժգոհության ալիք բարձրացնել ժողովրդի մեջ եւ այս պարագայում Սամվել Կարապետյանը ընդունելի կերպար է նաև այս իշխանության համար, դրա համար իրեն սրբի լուսապսակ են կապում այս պահին, որպեսզի այսպես խոցված վիրավոր քաղաքական հալածյալի տեսքով բերեն որպես կարծես թե ընդդիմադիր ուժերի առաջնորդ, եկեղեցու պաշտպան, բայց իրականում ոչ այդքան անցանկալի փոխանորդ։ Սամվել Կարապետյանի մասով մի քանի բան կարելի ասել։ Նախ, որ Սամվել Կարապետյանը իրականում հաջողակ բիզնեսմեն է, որը կայացել է Ռուսաստանում ու տարբեր ժամանակներում, տարբեր տարիների իր հնարավորությունների չափով բազմաթիվ ծրագրեր իրականացրել ի նպաստ Հայաստանի, ի նպաստ հայերի։ Այսքանով սահմանափակենք, որ ինքը գործարար է, չգիտեմ, բարերար է, իրական չեմ սիրում այդ տերմինը, բայց հա բարերար է, ինչ որ ծրագրեր իրականացրել, ինչ որ չափի ներդրումներ արի Հայաստանում, որը ողջունելի է։ Բայց ես տեղյակ չեմ, օրինակ ինչքանով է Սամվել Կարապետյանը դրանից տեղյակ, բայց ակնհայտ է, որ մեկ օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին դարձրեց երկրի թիվ 1 ընդդիմադիր գործիչը։ Այո։ Ըստ էության իրեն եկան պաշտպանելու եւ հոգեվորականներ, եւ քաղաքական գործիչներ, եւ գործարարներ։ Եվ հանրությունը իրականում սկսեց պաշտպանել, որովհետեւ Սամվել Կարապետյանը
ոչինչ այդպիսի ոչ մի արտահայտություն չէր արել, իրենք մեղադրում են իբր սահմանադրական կարգի տապալում, այս կոմենտում, բայց նա ասաց ես պատրաստ եմ եկեղեցու զավակեմ, հա, ես պատրաստ եմ կանգնեմ մինչև վերջ եկեղեցու կողքը, հա։ Ու երբ որ իրեն մեղադրում են ասում են ռադա քաղաքացի է, միգուցե չգիտեմ հարավաֆրիկյան հանրապետության քաղաքացիներ հայ առաքելական եկեղեցին ավելի լայն ցանց է ընդգրկում։ Այո, այս բանը ինքը դիրքավորվել է որպես քրիստոնյա։ Մենք մի քանի անգամ շեշտել ենք եկեղեցին այն ցանցն է, որտեղ որ արևը մայր չի մտնում։ Այո։ Մեծ ցանց է, ինքը կարող է այլ երկրի քաղաքացիներ, բայց ինքը իրեն նույնականացնում է եկեղեցու հետ, ասում ես հայ եկեղեցու զավակ եմ ու ամեն կերպ իմ հնարավորության չափով կանգնելու եմ այս եկեղեցու կողքը, որպեսզի եկեղեցու հեղինակությանը չկպնեն, եկեղեցուն չվնասեն։ Սրանից հետո ու լիք գործիչներ կան իմիջիայլոց այս նույն հայտարարություններին արած։ Այո, ավելի բազմաթիվ են Հայաստանում բազմաթիվ հայտարարություններ են սպառնալիքներով են եղել, հայոյանքներով են եղել, ոչ մեկին չեն անդրադարձել, իսկ Սամվել Կարապետյանն ասում է մի օրվա մեջ դարձրեցին երկրի թիվ 1 ընդդիմադիր գործիչ, այսինքն չի աշխատում էլ Քոչարյան, Սարգսյան այդ ընդդիմադիր կերպարները։ Այո, ինչքան կարելի նույնը փորձել։ Քոչարյանն արդեն ավելի շատ ընկալում է որպես Նիկոլի պաշտպան, քան ընդդեմ Նիկոլի գործող քաղաքական գործիչ։ Դրա համար Անավանդ նոր կերպարի հովիտակ, որովհետև ներկայացվեց ցուցակ, այդ ցուցակում դրվեցին 6 ստորագրություններ, իսկ խոստացված իրենց 28 ստորագրություններ, ինչ որ առանցին թղթի վրա դրվեցին, տարանդրեցին իրենց դարակը, որը ոնց որ այդ impeachment-ը նախաձեռնող Էդգար Ղազարյանն է ասում, իրենց քեֆի ցուցակը կարծես լինի, ով է միսը բերելու, ով խորովածի մնացած պարագաները, ըստ այդմ անլրջացավ գործընթացը։ Իսկ Կարապետյանի այս հետ կապված գործողություններով նաև կասեմ, որ առհասարակ հարցը Կարապետյանը չի էլի, այն գործողություններ, որը իրականացրեցին, որ ապօրինի կերպով ներխուժեցին, կալանավոր ձերբակալեցին, այնտեղ երկամսյա կալանք տվեցին, սա ապօրինությունները, որը որ թակելու է բոլորիս դռները։ Այսինքն այսա անընդունելի է, որովհետև այսօր Սամվել Կարապետյանն այդ կերպով լրացնում, իբր թե լրացնում, վաղը ցանկացած յուրաքանչյուրից կարող են այդպես անել։ Դա կարծես թե թույլատրելի իրավիճակ են ստեղծում, որ տեսեք մենք ինչ կարող ենք անել մի հատ հայտարարության պատճառով։ Մի օրվա մեջ, երբ որ փակեցին բոլոր դաշինքները, հա, այդ ցանցը փակեցին։ Չէ, բոլորը չէ, բայց հիմնական մասը փակել են, հա, ու դա իրականում վնաս չի հասցնում Սամվել Կարապետյան, հակառակը իրենց դեմ, իշխանությունների դեմ մեծ բողոքի ալիք է բարձրանում, որովհետև դա այն եկամուտը չի բերում իր կարողության համեմատ, ինչը որ իր վրա կերևա։ Միլիարդներ եմ արդեն դեպքում էս հակառակ այդ տեղի աշխատողները դուրս են գալու ու Բոստանին ասեն մեզ մեր գործից զրկում եք։ Այո։ Հենց էս է տեղի ունենում։ Բայց այն առհասարակ որ իրեն ձերբակալել են, կալանավորել են, սա անընդունելի է, որովհետև եթե 5 կար ձերբակալելու, կալանավորելու 7 տարի դուք իշխանության եք, ինչի հենց այդ հայտարարությունից հետո սկսեցիք այդպես ագրեսիվ պահել, իբր թե ագրեսիա կար, իբր թե այդպես խեղկատակի նման մեկը մյուս հետևից, չգիտեմ, ստատուսներ էր գրում երկրի թիվ 1 պատասխանատու մեղավորը։ Ըստ էության ինձ համար առավել եւս ակնհայտ է, որ մեր ցանկացած խոսքը կարող են բնութագրել ինչպես ուզում են։ Տակը տեսնելով ագրեսիա, տակը տեսնելով պաշտոնանկության կամ չգիտեմ ինչ որ ապօրինությունների կոչեր, հայտարարություններ եւ այլն, եւ ոչինչ չես կարող անել։ Մինչեւ այդ բոլոր դատական process-ներով անցնես, հնարավոր է տեղել չհասնես, որովհետեւ ի վերջը դա էլ է իրանցը։ Հիմա տարել են, կալանքը նշանակել են, ինչ կուզեն կանեն։ Եվ հենց դրա համար այսօր, եթե հիշում եք վերջին շրջանում Փաշինյանը շատ հաճախ ցիտում է հենց այս գրքից, կանոնագիր հայոցից։ Գիրքը հրաշալի կազմված օրենսգիրք է, միջնադարյան չափանիշներով, բայց մեծամասամբ, ինչպես ասում են նաև եկեղեցականները, այն արդեն մեր ժամանակներում չի աշխատում, որովհետև կան իրար հակասող տարբեր օրենքներ եւ հնարավոր չի սրանով առաջնորդվելով կայացնել որոշումներ հատկապես այն հասարակարգերում, որտեղ
Օրինակ, դեմոկրատական օրենքներն են գերիշխում, որտեղ ապրում ես դեմոկրատական պետության մեջ։ Հիմա այն ինչ որ ես մեջ բերելու եմ, չի նշանակում, որ մենք համաձայն ենք դրա հետ։ Առավել եւս չի նշանակում, որ կարելի է Հայաստանում այդպես նման իրավիճակներին արձագանքել, բայց ես ուզում եմ կարդալ ոչ թե հոգեվորականներին վերաբերող, այլ հենց աշխարհիկ մարդկանց եւ առանց ամուսնանալու միմյանց հետ ապրող մարդկանց վերաբերող հատված։ Փաշինյանը գնացել էր մինչև մոտավորապես 200 էջը, իսկ այն ինչ որ վերաբերում է իրեն եւ իր կնոջը կամ իր կենակցին, երեխաների մորը, ոմանք ասում են հարճին, ընտրեք ձեզ հարմար տարբերակը, 636-րդ էջից է սկսվում։ Առանց փծակի օրհնության կարգի միմյանց հետ կենակցելը կոչվում է բոռնկություն։ Իրենց այդ արարքի համար չզղջացողները բոռնիկներ են, իսկ զղջալու, այլևս այդ մեղքին չդառնալու որոշմամբ դարձի գալու պարագայում կանոնագիրքը տարբեր իրավիճակների համար սահմանում է պատիժ մինչև 15 տարի ապաշխարության շրջանով, այդ ընթացքում զրկելով եկեղեցի մուտքից եւ միայն ապաշխարության սահմանված շրջանի ավարտից հետո վերականգնելով սուրբ հաղորդություն ստանալու իրավունքը։ Որոշ դեպքերում բոռնության համար սահմանվում է նաեւ մահապատիժ, դառը մահ արքունական որոշմամբ։ Զայնպիսին կապյալ ի դուրն արքունի դարձեն եւ դառն մահ ի վերադիցեն։ Թարգմանության կարիք բնականաբար չկա։ Դառն մահ կամ ինչպես է ստեղ ասվում, ընդմահապարտ ծնանքցի չենք կամենում, թող որ գործեն մեր երկրում այն օրենքները, որ համակարգում որ ապրում ենք։ Դեմոկրատական օրենքները թող աշխատեն։ Եվ մարդը, որ բացում է եւ խոսում է մեկ օրենսգրքով, թող բացի իրեն վերաբերող հատվածներն էլ կարդա։ Նույնիսկ միջնադարյան օրենսգրքի մակարդակում մարդը կիրառում է երկակի ստանդարտներ։ Այստեղ ուղղակի կարող ենք հիշել Աստվածաշնչից ինչ որ մեջբերում կա, շատ հայտնի արտահայտություն, որը որ մարդիկ հիմնականում կիսատ են ասում, ասում են մի դատիր որ չդատվես։ Այո։ Բայց դրան շարունակություն կա։ Ասում է այլապես կդատվես այն օրենքներով, որով որ ինքդ ես դատում։ Այսինքն եթե դու մտնում ես մի դաշտ ու դատում ես այդ օրենքներով, այ կանոնագիրքը հայոց որ կա, որը եթե դու փորձում ես դատել այլոց այս կանոնագրքով, ուրեմն դու պատրաստ ես, որ ինքդ պետք է դատվես հենց այս նույն կանոնագրքով։ Բացեք եւ կարդացեք ձեզ վերաբերվող հատվածները։ Այնտեղ ավելի շատ հատվածներ կան։ Ես թեթև մի երկուսն էի վերցրել, այնտեղ կա զրպարտության մասին, հայ հոյախոսությունների մասին եւ բավականին բարդ պատիժներ են սահմանված։ Կարելի է ասել մահապատժին հավասար, կարելի է ասել մարդասպանին հավասար պատիժներ են սահմանվում այդպիսիքի համար։ Իմիջիայլոց ես կցանկանամ նաև ասել, որ Փաշինյանը, որքանով ես փորձեցի հասկանալ, չի հանդիսանում հայ առաքելական եկեղեցու հետևորդ, որովհետև ինքը չի կնքվել, չի պսակվել հայ առաքելական եկեղեցով ու նման բաներից ինքը զուրկ է։ Այսինքն հայ առաքելական եկեղեցու հետևորդ համարվում է այն մարդը, որը որ կնքվել եւ մկրտվել է։ Բայց չունենք մենք տեղեկություններ մկրտության մասին, այդ իսկ պատճառով եկեք կա տեղեկություններ կան։ Ես գիտեմ, որ նվազագույնը դուստրերից մեկը մկրտված է։ Դուստրերից մեկը միգուցե։ Ինքը կա տեղեկություններ, որ մկրտված չի։ Ես չգիտեմ ճիշտ ասած ինչ հարանվանության հետևորդ է Փաշինյանը, բայց եթե քրիստոնյա է, ապա պիտի որ ամեն օր հայր մեր աղոթքով դիմելիս լինի Արարչին, իսկ այնտեղ եւ թող մեզ սպարտիս մեր որպես եւ մեկ թողունք մերոց պարտապանած բառերը կան, ինչը նշանակում է, որ դու խնդրում ես Աստծուն, որ ինքը ների քո մեղքերը հենց այնպես, ինչպես դու ես ներում այլոց։ Նա դատում է քեզ այնպես, ինչպես դու ես դատում այլոց։ Նա ներելու է քեզ այնպես, որտեղ դու ես ամեն օր խնդրում իրեն այդպես վարվել քեզ հետ։ Ինչպես ներում ես դու այլոց։ Քրիստոնեությունը սա է։ Իսկ ավելի պարզ է այսպես, աշխարհիկ մի ասացվածք ասում է, թե ապրում ես ապակետանը, հարևանի տան կողմը քարմին է դիր։ Այսքանով էլ թերևս ավարտենք այսօր։ Ավարտենք ու հուսանք ու հավատանք, որ ամեն ինչ լավ է լինելու, օր-օրի իրենք իրենց վաղճանն են մոտեցնում, քաղաքական առումով վաղճանը։ Դրա համար մենք պետք է ավելի պատրաստ լինենք, ավելի եռանդով ուժով լեցուն լինենք, որովհետև ամեն ինչ արժևում է ու բոլոր լավ բաները արժևում են կատարվելու։ Բոլոր նրանց համար, ովքեր ընտրել են հզորի ուղին, բարի ուղին, մաքուր։